Մեծ թվով երկրպագուներ էին եկել աջակցելու Գանձասարին տեսնելու, թե ինչի է ընդունակ թիմը։ Մարզադաշտ էր այցելել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։ Հաջող մեկնարկը անչափ կարևոր է, թերևս նաև հոգեբանական առումով։ Սա գիտակցում էին թիմերը, ձգտելով առաջին իսկ րոպեներից տիրել նախաձեռնությանը։ Գանձասարը արագորեն խաղային առավելություն ձեռք բերեց, իսկ Միկան ապավինում էր հակագրողներին։ Առաջին կեսում այդ մարտավարությունը արդարացրեց իրեն։ Հակագրողներից մեկը ավարտվեց Տանտերերի դարպասի գրաումով, գոլի հեղինակ դարձավ Վարդգես Սաթոմյանը։ Քիչ անց հյուրերը ստացան 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք, բայց չկարողացան իրացնել։ Նման սկիզբը լավ բան չէր խոստանում Տանտերերին։ Նրանք աստիճանաբար վերագտան իրենց խաղը։ Առաջին կեսի վերջին րոպեներին Հայրապետ Ավագյանը կարող էր հասնել հաջողության, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց։ Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեներից Գանձասարը նետվեց առաջ և երկրպագուները ջերմ ծափող ջիններով գրանցեցին թիմի առաջին գոլը։ Աչքի ընկավ նորեկներից մեկը՝ Գեղամ Հարությունյանը։ 4 րոպե անց անկյունայինի իրացումից հետո երկրորդ գնդակը խփեց Հայրապետ Ավագյանը։ Դրանից հետո էլ կողմերը ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն չկարողացան հաշվի մեջ փոփոխություն մտցնել։ Գանձասարը կամային հաղթանակ տարավ 2-1։ Միկայի գլխավոր մարզիչը գոհ էր իր թիմի խաղից, սակայն արդյունքից ոչ։ Իրենք երկար փոխանցումներով են խաղում ու առջևի գծում ունեն բարձրահասակ ֆուտբոլիստներ, որոնք հաղթում են երկրորդ հարկում ու տակից հավաքում էին գնդակը, առաջի գնդակը տենց էլ ստացվեց։